Ասենք մենք հետևյալ մուտքից չենք մտել քննչական վարչություն։ Ներսում են, պաշտպանները գլխավոր մուտքից գալիս են, հետևի մուտքից գնում ենք գլխավորի մուտք, փակա դռները։ Գրասենյակել ուզում եք զանգեք։ Զանգել եք։ Խոսա։ Մարիկյան, խոսում եմ արդեն։ Մարդ չկա գա։ Պարոն Մանուկյան, ըստ էության սա ինչի մասին է խոսում, որ փաստաբանները չեն կարողանում մտնել քննչական վարչություն այն դեպքում, երբ որ իրենց հրավիրել են ժամը 11-ին, արդեն 11:52 է։ Պարզ բան է։ Այս ետնամուտքը ինչի գիտեմ, որտեղ բազմաթիվ դեպքեր են եղել, որ փաստաբանները ժամով չեն կարողացել մտնել։ Էս է ժողովրդավարության բաստիոնը։ Եվ իրականում է 18 տարեկան տղա երեխաների նկատմամբ հիվանդագին ատելություն է իշխանության։ Արդեն տարիներ շարունակ 20 թվականի պատերազմից սկսած հանգեր արդյոք ալո ընկեր քննչականում են երեխեքին բերել են մեղադրանք առաջադրեն հիմա պաշտպաններին չեն թողում մտնի ոչ մեկ բանա դռները փակ լուսին այնտեղ են չեն կարող մտնել հա ես տղա Երևանի վարչություն Երևանի վարչություն Առաջի դեպքը չի, միակ դեպքը չի, քննչականի գործունեության մեջ այլևս սովորական է դառել, առհամարել փաստաբանների պարտականությունները, իրավունքները։ Դեռ փաստաբանն է, ես չեմ ասում պարզ քաղաքացիների մասին։ Այսօր մի ուրիշ աղմկարույց պատմություն Ռուբեն Մելիքյան առաջիկայում կխոսի, մի ուրիշ խայտառակ պատմություն էլ դա է։